Հարցը նույն տրամաբանություն ամփելինելու, բայց հնչեցնենք նաև արդյոք քննարկվել է Թրիփին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը եւ արդյոք ԱՄՆ-ն տեսնում է նման հնարավորություն։ Եվ կրկին ոչ չի քննարկվել, Թրիփի շրջանակները մեծ հաշվով արդեն բավականին պարզ են, բայց նաև կրկին մեծ ապաշրջափակում բոլոր հարևաններին, անմիջական կամ մի փոքր հեռու գտնվող հարևաններին, տարածաշրջանի երկրներին ձեռնտու այդ մեծ շարժը չի կարող եւ մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին Թրիփում ոչ, բայց Թրիփի շարունակություն, Թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Պարոն նախարար, նույն կոնտեքստում լրագրողը վկայակոչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Հարավ-Կովկասյան երկաթուղիների կողմից կոնցեսիոն պարտավորությունների կատարման մասով։ Նա ընդգծել է, որ եթե ռուսական կողմը չկարողանա իրականացնել անհրաժեշտ ներդրումներն ու վերանորոգումները, ապա Հայաստանի կառավարությունը պատրաստ է ինքնուրույն իրականացնել այս գործառույթը, արդյոք ՌԴ-ից արձագանք կա։ Եթե այո, խնդրում են լրագրողը նշել, թե ինչ բնույթի։ Դե անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ սա արձագանք ենթադրող հայտարարություն է վարչապետի կողմից, կամ առաջարկ կա, կամ խնդրանք, կամ բան, ներկայացվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական ուրեմն եւ տնտեսական տեսլականը նույն ենթակառուցվածքների մասում եւ այժմ անհրաժեշտ է, որ այդ Երասխի, Գյումրու այդ բացակայող կտորները, կրկին եթե երկաթուղի մասին ենք խոսում, արագ վերականգնվեն, սա փոխանցվել է ռուսական կողմին, ընկերությանը եւ կարծում եմ, որ այդպես էլ պետքա լինի, կրկին եթե ոչ, այսինքն մենք արձագանքի չեմ կարծում, որ սպասում ենք կամ պատասխանի, դա պետք է իրականացվի, եթե ոչ, ապա ինչպես եւ ինքներդ մեջ բերեցիք, այդ ժամանակ այլ սցենարներ կան։